Ազգային ժողովը մայիսի 27-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում է զգալիորեն բարձրացնել ներմուծվող ցեմենտի համար պետական տուրքի չափը։ Նախագիծը ստացավ 57 կողմ 1 դեմ եւ 21 ձեռնպահ ձայն։ Հայաստանի Հանրապետությունում գործող ցեմենտ արտադրող ձեռնարկությունների մրցունակության պահպանման նպատակով կառավարությունն առաջարկում էր զգալիորեն բարձրացնել ցեմենտի ներմուծման պետական տուրքը։ Ազգային ժողովում քննարկման ներկայացված օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում էր ներկայումս գործող 200 ապատիկի փոխարեն սահմանել բազային պետական տուրքի 800 ապատիկի չափ, յուրաքանչյուրը մինչև 100 տոննա ներմուծման լիցենզիայի տրամադրման համար։ Նախագիծը ներկայացրել էր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, հիմնավորելով փոփոխությունը տնտեսական եւ արդյունաբերական հավասարակշռության ապահովման անհրաժեշտությամբ։ Էլեկտրոէներգիայի արտադրության ծավալը օպերատիվ վիճակագրության համաձայն 2025 թվականի հունվար-ապրիլին 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.6%-ով, հայտնում է Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն։ Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում էլեկտրոէներգիայի արտադրության ծավալը կազմել է մոտ 3.129 միլիոն կիլովատ-ժամ։ Ավելին, այս ցուցանիշը ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել է 2%-ով, իսկ նույն թվականի մարտի համեմատ 15.1%-ով։ 2025 թվականի հունվար-մարտին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 4.48 միլիարդ դոլար, ինչը 2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 5.3 միլիարդ դոլարով կամ 54.19%-ով։ Այս մասին փաստում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Հայաստանի Հանրապետության խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 1.58 միլիարդ դոլար։ 2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 63.82%-ով կամ 2.79 միլիարդ դոլարով։ Երկրորդ տեղում Չինաստանն է 586.3 միլիոն դոլար, անկում 33.31%։ Եռյակը եզրափակում է Արաբական Միացյալ Էմիրությունները 438.1 միլիոն դոլար, անկում 78.77%։ ԱՊՀ երկրների հետ առևտուրը նվազել է 62.37%-ով եւ կազմել 1.69 միլիարդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1.64 միլիարդ դոլար, անկում 63%։ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը աճել է 0.7%-ով եւ կազմել 494.7 միլիոն դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալը նվազել է 52.15%-ով եւ կազմել 2.3 միլիարդ դոլար։